Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողների համար անսպասելի շրջադարձ են սպասվում։ Աննայի ներսում բռնկվել է վիրավորանքը, ցավը և հիասթափությունը։ Նա կանգնած է սոսի առաջ, աչքերում զայրույթ ու դառնություն։ «Դու ինձ խայտառակեցիր ու պետք է մաքրես իմ անունը», ասում է նա սոսին։ Աննան հասկանում է, որ Հենրին, ով իր համար միշտ որդի է եղել, հիմա արդեն դիտում է որպես մեղավոր։ Նրա սրտում վառվում է վիրավորանքը։ Մի երեխա, որին ինքը մեծացրել է սիրով ու հավատով, հիմա նրան դատում է առանց ճշմարտությունն իմանալու։ Հենրին իսկապես խառնաշփոթ վիճակում է, նա իրեն կորցրել է ճշմարտության, խղճի ու վիրավորանքի միջև կորած։ Հենրին փորձում է փախչել բառացիորեն։ Նա դիմում է Անգելինային, ում սիրում է, բայց ով իրականում Աննայի դուստրն է։ «Արի գնանք», ասում է Հենրին Անգելինային։ Հենրին մոռանում է, որ իրեն տանը սպասում է Բետին, կինը, որին նա երդվել է հավատարիմ լինել։ Մոռանում է իր ամուսնությունը, իր պարտականությունները, նույնիսկ այն, որ հենց ինքն է այս ամբողջ պատմության ամենամեծ գաղտնիքի կրողը։ Նա դեռ չի էլ պատկերացնում, ինչ ցավ է սպասվում, երբ Աննան և Անգելինան իմանան, որ Հենրին վաղուց գիտեր ճշմարտությունը։ Գիտեր, որ Անգելինան Աննայի դուստրն է, գիտեր, որ տարիներ առաջ Միքայելը խլել էր Աննայի ու սոսի երեխային սեփական խաղերը պաշտպանելու համար, և գիտեր, բայց լռել էր։ Այդ լռությունը դառնալու է անջրպետ, մոր և որդու նման կապված երկու հոգիների միջև։ Աննան այլևս չի կարող նայել Հենրիի աչքերին առանց հարցերի։ Հենրին նույնպես ցավում է, բայց արդեն ուշ է։ Նրա յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր խոսք ավելի է խորացնելու անդունդը, որը բաժանում է իրեն ու Աննային։ Եվ այս ամենի հիմքում կրկին կանգնած է Միքայելը։ Նա է ծրագրել, նա է խաբել, նա է լռեցրել, բայց հիմա հասկանում է, որ ամեն ինչ կարող է բացահայտվել։ Երբ պարզվում է, որ Հենրին ուզում է հեռանալ, նա գործի է անցնում։ Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես է Հենրին հեռանում, առանց բառերի, առանց բացատրության։ Նրա դեմքը լուռ է, աչքերում դատարկություն։ Նա փորձում է հեռանալ բոլորից՝ Աննայից, Անգելինայից, նույնիսկ իր սեփական խղճից, բայց Միքայելը նրան մենակ չի թողնում։ Հեռուստասերիալում իրավիճակը պայթունավտանգ է։ Այս պահին Աննան խայտառակված է ու մենակ։ Հենրիին խղճի և մեղքի միջև է հայտնվել, Անգելինան սիրո ու ճակատագրի խաչմերուկում, իսկ Միքայելն, ով ստերի տիրակալն է, փորձում է փրկել իր կայսրությունը։ Եվ հարցը մնում է բաց. կհեռանա՞ Անգելինան Հենրիի հետ, թե կնախընտրի ճշմարտությունը, նույնիսկ թե այն կործանի բոլորին։ Մի բան հաստատ է՝ սերիալի այս փուլից հետո ոչ մի հարաբերություն նույնը չի մնա։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե ինչ է անելու Աննան այսուհետ և ինչու է Հենրին հայտնվել ծանր վիճակում։ Քիչ առաջ Ինստագրամի էջում հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Միքայելը մտածմունք ունի Հենրիի վիճակի հետ կապված, քանի որ այն, ինչ տեսել է Հենրին, նրա վրա ծանր է նստել և այն համարում է դավաճանություն իր հարազատ մոր կողմից։ Ինչպե՞ս է վարվելու Աննան Հենրիի հետ, երբ իմանա այն ճշմարտությունը, որը քանդելու է բոլոր հարաբերությունները։ Արդյոք Աննան ինքը կկարողանա ներել Հենրիին, եթե իմանա, որ Հենրին տեղյակ է եղել իր ու Անգելինայի կապի մասին ու լռել է ու թողել, որ Աննան տանջվի ու կասկածի։ Ինչպե՞ս է վարվելու Աննան Միքայելի հետ, եթե իմանա, որ տարիներ առաջ խլել է իր ու սոսի երեխային ու նա այսքան տարի ուղղակի ցավել է երեխայի կորստի համար, բայց իր երեխան ողջ ու առողջ է, ապրում այլ ընտանիքում Միքայելի մեղքով։ Այս և այլ շատ հարցեր շուտով կստանան իրենց պատասխանները, քանի որ հեռուստասերիալի նկարահանումներին շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիանա Գրիգորյանի կազմակերպած հարցուպատասխանից պարզ է դառնում, որ դեռ բավական ժամանակ հեռուստադիտողներն ունեն հնարավորություն տեսնելու իրենց սիրված դերասաններին հեռուստաէկրաններին։ Հեռուստասերիալն ավարտվելու է ոչ թե դեկտեմբերի սկզբին, այլ դեկտեմբերի վերջին, հավանաբար տոնական եթերից առաջ։ Բայց հանգուցալուծումը ամեն
դեպքում հետաքրքիր է լինելու հեռուստադիտողներին, քանի որ նրանք անհամբերությամբ այսքան երկար սերիաներ դիտել են, որպեսզի վերջապես տեսնեն այն պահը, թե ինչպես է Աննան պարզում, որ իր երեխան ողջ է, ավելին, այսքան ժամանակ իր կողքին է եղել ու նա այդպես էլ չի հասկացել, որ Անգելինան իր հարազատ հոգին է։ Դե ինչ ամենահետաքրքիրն է շուտով գալու, իսկ թե ինչ է սպասվում, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին։ Գրեք նաև ինչ եք կարծում, Հենրին հեռանում է բոլորից, թե այնուամենայնիվ Միքայելին կհաջողվի Հենրիին հետ պահել սխալ քայլերից։ Սպասում ենք ձեր պատասխաններին, յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր պատասխան կարևոր է մեզ համար։ Գրեք, կիսվեք ձեր կարծիքներով և իհարկե չմոռանաք բաժանորդագրվել, իսկ հաջորդ ավելի հետաքրքիր դիտարժան տեսանյութը շատ սպասեցնել չի տա։ Շատ շուտով մեր ալիքում կգտնեք ձեր բոլոր հարցերի պատասխանները։